շարունակում են մարդիկ ստանալ եւ վերլուծել նախ Հայաստանը ստանում է ստանալ ուղերձներ այդ կապակցությամբ ցեղասպանության հայերի ցեղասպանության կապակցությամբ իսկ մամուլը եւ հասարակությունը շարունակում է քննարկել եւ փորձել վերլուծել փորձել հասկանալ վերաբերմունքը տարբեր հայտարարություններում արտացոլված վերաբերմունքը տվյալ երկրի տվյալ գործիչի հայոց ցեղասպանության վերաբերյալ բոլորը նշում են որ այո Միացյալ Նահանգների նախագահը ուղերձով դիմեց այդ մասին խոսենք քիչ ավելի ուշ անգամ Էրդողանը այսպես թե այնպես այսպես մանիպուլյացիայով թե ինչպես դրա մասին էլ խոսենք դիմեց բայց Պուտինը լուր էր Պուտինից ոչ մի ուղերձ չեղավ սկսենք այդտեղից ինչու Ռուսաստանը 110-րդ տարելիցի կապակցությամբ որևիցե ուղերձով չդիմեց Հայաստանին, հայ ժողովրդին, Հայաստանի իշխանություններին։ Կարծում եմ պատասխանը այդ բարձր Ռուսաստանի Դաշնության համար Հայաստանի հետ հարաբերությունների մակարդակը շեմը հիմա նվազեցված է ըստ էության։ Եվ դիվանագիտական հարաբերություններ այն ինչ որ դուք թվարկեցիք վերաբերվում է պետությունների միջև դիվանագիտական էթիկայի, կանոններին, այսպես կարելի է ասել։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը չի համարում Հայաստանի այդպիսի ուղերձով դիմել, նշանակում է, որ դիվանագիտական շեմը հարաբերությունների նվազեցված է։ Այստեղից որևիցե հետևություններ են արվելու, դուք կարծում եք սա այսպես համարյա թե դեմարշային էր, ցուցադրական էր դա։ Չէ, դա իրողություն է, որը կա։ Որը հատուկ ընդգծվեց Պուտինի կողմից։ Ճիշտ է, Մարիա Զախարովան ինչ որ ձևակերպումներով ձեր ցավը մեր ցավն է, այսպիսի ձևակերպում եղավ իհարկե, բայց դա եղավ անգամ ոչ արտգործնախարարության կողմից, այլ Մարիա Զախարովայի արտգործնախարարության ներկայացուցիչի կողմից։ Մի խոսքով դուք կարծում եք, որ դա արտացոլում է, ինչպես եւ նշեցի, բոլոր հայտարարություններից փորձում են հասկանալ տվյալ երկրի վերաբերմունքը Հայաստանին, արտացոլում է այն վերաբերմունքը Ռուսաստանի Դաշնության, որը որ սկիզբ առավ Վլադիմիր Պուտինին նախագահի պաշտոնին վերադառնալու երկրորդ անգամ վերադառնալու օրվանից եւ շարունակվում է այսօր բոլոր տեղի ունեցած իրադարձությունների շարքով Ռուսաստանի Դաշնության համար ռազմավարական գործընկեր պետությունը Թուրքիան է եւ Ադրբեջանը եւ ոչ Հայաստանը։ Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների շեմը նվազեցված է։ Շնորհակալություն։ Դա մենք խոսում ենք մի այնպիսի նյուանսի մասին, հա, դիվանագիտական էթիկետի ոլորտից։ Իսկ այն իրադարձությունները, որոնք տեղի ունեցան այս տարիների ընթացքում, Արցախի, պես ասենք, կատաստրոֆան, որտեղ Ռուսաստանի Դաշնությունը գլխավոր դերակատարն էր։ Դա նշան չի, որ Ռուսաստանի Դաշնության համար վաղուց ռազմավարությունը փոխվել է եւ այսպես ասած այն ինչ որ մենք հիմա տեսնում ենք բացահայտ բոլորը կարան տեսնեն այն ժամանակ մենք դրա մասին ասում ենք որ հույսեր մի կապեք Ռուսաստանի Դաշնության հետ մեզ չէին ուզում լսել ասում էին չէ բա դարավոր հարաբերություններ երկու դար բարեկամություն Պիսի բաներ արդեն չկան Դուք այնպես եք ասում թվում է թե կամ հարցի ձևով տամ այսօր հույսեր կապում է Հայաստանի իշխանությունները երևի թե ստեղ պետք է տարանջատել իշխանությունները եւ հասարակությունը իր ամբողջությամբ Իշխանությունները շարունակում են այն կուրսը որով շարժվել են իրենք հավատարիմ են Ռուսաստանի քաղաքականությանը սպասարկում են Ռուսաստանի քաղաքականությունը արտաքին հարաբերություններում իսկ Հայաստանի ընդդիմությունը հանրությանը առաջարկում է ծրագրեր, այսպես ասած բարելավելու, հա, Ռուսաստանի հետ հարաբերությունները հետ բերելու, այսինքն դա դատարկ բաժակից դատարկ բաժակ ինչ որ լցնելու կոնտենտ չունեցող քաղաքական բովանդակություն չունեցող գործունեությունն է հուզական
եւ հանրության իներցիայի վրա հանրային գիտակցության իներցիայի վրա խաղացող քաղաքական ծրագրեր են։ Հայաստանի եւ Ռուսաստանի միջև հարաբերությունները ապագա երկարատև ժամանակ գտնվելու են այս վիճակում կամ ավելի վաղ։ Դե այստեղից Դա չի նշանակում, որ Հայաստանի այսօրվա իշխանություններն են դրա պատճառը, ես այն կարծիքին եմ, որ այսօրվա իշխանությունները արեցին Ռուսաստանի Դաշնության քաղաքականությունը սպասարկելու հարցում ավելին, քան նախորդ բոլոր իշխանությունները, դա մենք քննարկել ենք ձեր եթերում, որ ոչ Լևոն Տեր-Պետրոսյանը, ոչ Ռոբերտ Քոչարյանը, ոչ Սերժ Սարգսյանը ի կատար չարեցին Ռուսաստանի Դաշնության ծրագիրը ռուսական զորքերը Արցախում տեղակայելու։ Դա արեց միայն Նիկոլ Փաշինյանը։ Գնաց այդ ծրագիրը սպասարկելու որոշումը կայացրեց ըստիս դեռևս 19 թվականին, 18 թվականի դեկտեմբերի ընտրություններից հետո եւ քայլ առ քայլ իրականացրեց դա։ Նպաստեց պատերազմի այսպես ասած սկսելուն ծավալմանը, որտեղ առանց դրա ռուսական զորքերը չէին կարող մտնեին եւ տեղակայվեին Արցախ, այսինքն այդ ծրագիրը ենթադրում էր պատերազմ, ենթադրում էր որոշում ռուսական զորքերին համաձայնություն տալ այնտեղ, բայց դա ավելի մեծ կոնտեքստում ենթադրում էր հրաժարվել Մինսկի խմբի համանախագահների պաշտոնական առաջարկներից, անպագորգոր ռազմատենչ հայտարարություններով մթնոլորտ ստեղծել Ադրբեջանի ռազմական ագրեսիան Արցախի դեմ արդարացնող եւ այլն։ Մենք բոլորը տեսել ենք։ Մենք տեսել ենք ինչպես 19 թվականին Հայաստանի սրվա կառավարությունը հրաժարվեց Մինսկի խմբի համանախագահների առաջարկից, տեսել ենք այդ ընդհանուր 20 թվականի օգոստոս, անպագորգոր հայտարարությունները տարբեր տեսակի եւ պատերազմը այդ հորդորը ժողովրդին պարտության դեպքում պարտված չզգալ, հիշում եք, չէ՞, եւ այլն, քայլերի հերթականությունն է, որը բերեց այսօրվա դրության։ Այսինքն եթե քաղաքական գործիչների մակարդակով վերլուծել, Նիկոլ Փաշինյանը միակն է ամբողջ նորաստեղծ անկախ Հայաստանի պատմության մեջ, ով նման աշխարհքաղաքական ծրագիր վերցրեց կատարեց Ռուսաստանի ղեկավարության տեսակետից ինքը սեփական ժողովրդի դավաճան է եւ հարգանքի որպես մարդ արժանի չէ, բայց իրեն դիտարկում են որպես հնազանդ իրենց այսպես ասած ցանկությունները կատարող Հայաստանի նկատմամբ իր անձնական գործոն չի դիվանագիտական էթիկայի մակարդակը պահպանելու համար եւ երբ որ Պուտինը ուղերձ չի ուղղում Հայաստանին, դա ուղերձ է Ադրբեջանին եւ Թուրքիային, չէ՞, որտեղ այս հարցում կամ է եւ այս ամենը այսպես ասած այսօրվա իրողությունն է Հայաստանում քաղաքական պայքարը ոնց որ թե մտավ իմ տեսակետից փակուղի, որովհետև խորհրդարանական ընդդիմությունը ասում է մենք կգանք եւ ձևական կողմը հարաբերությունների կբարելավենք, որովհետև բովանդակային կողմը հարաբերությունների անհնար է փոխել։ Ռուսաստանի Դաշնության ռազմավարական նշանակություն ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունները։ Եվ Հայաստանի շահերը ստորադասված են այդ հանգամանքին։ Այսինքն այստեղ անձի խնդիրը չի, ով է Հայաստանի վարչապետը Ռուսաստանի համար, այլ իրավիճակն է թելադրում վարկագիծ։ Ես ճիշտ հասկացա, Ռուսաստանի ծրագիր դուք ձևակերպում տվեցիք։ Ռուսաստանի ծրագիրը իրականացնում Փաշինյանը, ասացիք։ Ռուսաստանի ծրագիրը Արցախի մասով հայտնի է ցանկացած մասնագետին եւ ցանկացած քաղաքացի, որը որ 94 թվականի մայիսի 12-ի հրադադարի համաձայնագիրը կարդաք, տեսնի, որ այնտեղ խոսքը գնում է, որ պիտի տեղակայվեն ինչ որ զորքեր, որոնց հարցը պիտի Մոսկվայում քննարկվի, այսինքն հասկանալի է, որ ռուսական զորքեր եւ նրա մասին, որ ռուսական զորքեր պիտի տեղակայվեն, նախատեսված էր, որ տեղակայվեն, բազմիցս տարբեր գործիչներ արտահայտվել են, այսինքն դա ինչ որ այսպես դավադրության տեսության Սյունիքի մասին եք խոսում դուք հիմա։
խոսքը 94 թվականին 94 թվականից։ Հիմա ես շփման ուզում եմ գծում գալ- ռուսական Այո, զորքերի բարի։ տեղակայման Հիմա- մասին է 94 թվականից Ռուսաստանի Դաշնությունը այդ ծրագիրը ունեցել է, այդ ծրագիրը չի կատարել Լևոն Տեր-Պետրոսյանը, չի կատարել Ռոբերտ Քոչարյանը, չի կատարել Սերժ Սարգսյանը, Նիկոլ Փաշինյանը, այդ ծրագիրը դարձրեց իրականություն։ Այ իմ հարցը Դարձրեց, հաջորդին չէ՞ է։ իրականություն։ Ծրագիրը շարունակվում է, թե ծրագիրը ավարտվեց։ Ծրագիրը ավարտվեց Արցախում էթնիկ զտումով։ Ոչ 9-րդ կետի դեռ Այդ իրագործում։ արդեն Այսինքն ծրագիրը շարունակեն է։ այսպես ասած Ձեր գնահատմամբ ծրագիրը բաների ավարտված համար է, էլի, լայն զանգվածների համար։ Փաշինյանը իրեն հատկացված հատվածը ծրագրի Այդ կատարեց։ 9-րդ կետը ինչի են բանանում, որ ասեն, տեսեք Փաշինյանը դա չի կատարել հերոս տղա, է։ Չէ, ես հարցնում եմ ծրագիրը ավարտված է թե ոչ։ Ենթատեքստը։ Ծրագիրը Փաշինյանը հայեր կան անելիք Արցախում։ ունի դեռ այդ ծրագրով, թե ոչ։ Տեղահանված են Արցախից հայերը։ Ադրբեջանը ստացավ ուժով լիարժեք հսկողություն Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքի նկատմամբ ստացավ։ Դա էլ Ռուսաստանի Ադրբեջանի միջև գործարքի էություններ, բովանդակություններ, դրա համար քայլ առաջին հարկավոր էր ռուսական զորքերի տեղակայումը, արդեն տեսնում ենք, որ դրա համար էր դա հարկավոր, եւ երկրորդը շրջափակման էթնիկ զտման միջոցով հայերից մաքրվեց Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածքը, հանձնվեց Ադրբեջանի հսկողության տակ ռուսական զորքերի, այսպես ասած, անմիջական մասնակցությամբ, եւ այսօր տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները պատրաստ են առանց նախապայմանների Ադրբեջանի հետ կնքել խաղաղության պայմանագիր, դա էլ ինչ է նշանակում, որ Արցախի ինքնորոշման հարցը որպես նախապայման Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու համար այսօրվա իշխանությունների համար գոյություն չունի, չէ՞։ Եվ իրենք պատրաստ են լեգիտիմացնեն հայերի էթնիկ զտումը Արցախում։ Ինչով են հիմնավորում, ասում են հանուն ձեզ։ Այն ասում են ձեր անվտանգության, ձեր խաղաղ ապրելու համար մենք պատրաստ ենք մեր քույրերին եւ եղբայրներին Արցախից իրենց իրավունքների ոտնահարումը զոհաբերել, որպեսզի լավ լինի։ Բան չլինի, պատերազմ չլինի։ Սա է ամբողջ, այսպես ասած, պարզ պրիմիտիվ բանաձևը, հանրությունը այստեղ բարոյական խնդրի առջև է կանգնում, որտեղ ուզում եք լավ ապրել, խաղաղ ապրել, հա։ Դե ուրեմն ձեր կողքինը ձեր հայրենակիցը բոմժ պիտի լինի։ Համաձայն եք այդ գնով խաղաղության մեջ ապրել։ Մեր հանրությունը դիլեմայի առջև է, ասել այո համաձայն ենք, անբարոյական զգացմունք է առաջացնում, նորմալ մարդկանց մասին է խոսքը, չէ՞, այդ գնով լավ ապրել։ Ձեր հարևանին, այսպես ասած, հայրենակցին տրորում են, դուք ձեր այսպես խախանդ կյանքը պահպանելու համար ձեն չեք անում, չէ՞։ Մոտավորապես հանրությունը բարոյական, բացի քաղաքական, սահմանադրական, չէ՞, տեսնում ենք ճգնաժամից նաև բարոյական ճգնաժամի մեջ է գտնվում, դեպրեսիա է մեծ Հայաստանում եւ Սփյուռքում։ Պես չի։ Մոտավորապես 10 օրից հետո Փաշինյանը պետք է գնա Մոսկվա այդ հայտնի շքերթին մասնակցելու համար։ Սա, եթե դուք ասում եք, որ վատ են գնահատական եք տալիս կամ խնդրեմ գնահատական տակ հայ-ռուսական հարաբերություններ, սա ռեֆլեքսիա է, ինչու է գնում, եթե որովհետև Ռուսաստանը կարա բան ուտեղ չդնի Հայաստանին, իսկ Հայաստանը ինչի պիտի այսօրվա իշխանությունները իրենք ինչի պիտի դեմարշ ցուցաբերեն Ռուսաստանի դեմ։ Հիմա քննարկվում է այդ հարցը, ցուցաբերել դեմարշ, խորհուրդ են տալիս այդպեսի, բայց Փաշինյանը ինչի պիտի դեմարշ անի։ Այդքան բանը արած Ռուսաստանի հետ միասին սեփական ժողովրդի դեմ, այնա այնտեղ 4200 ըստ պաշտոնական տվյալների զոհված եւ անհայտ կորած մեր հայրենակիցներ։ Որոշումներ են, չէ՞ դա եղել այդ ամեն ինչը դնել այդ ծրագրի կատարման։ Ու պիտի այդ ամբողջ ներողություն բանը կերած վերջում դեմարշ մատուցեն մայիսի 9-ին չգնան բանի, ես չեմ կարծում, որ պիսի հարց առհասարակ Փաշինյանի համար գոյություն ունի։
ինքը իհարկե պիտի գնա իր տրամաբանությամբ։ Այն ինչը որ իրեն շանտեղ չեն դնում, ուղերձ չեն ուղարկում, այդ իր, այսպես ասած, իրողությունն է, որի մեջ ինքը պիտի ապրի, որովհետև Յանի ջան, դա նաև կանոն է դասագրքային, ով որ սեփական ժողովուրդը դավաճանում է, թեկուս այդ ծառայությունը մատուցում է թշնամուն կամ հակառակորդին կամ եսիմում, այդ ում որ ինքը մատուցել է այդ ծառայությունը, իր նկատմամբ վատ է վերաբերվել, մարդկային առումով, էթիկայի առումով։ Դավաճաններին չեն հարգում։ Նույնիսկ նրանք, ովքեր որ օգտվում են իրենց ծառայություններից եւ եթե էտիկետի գոնե, հա, խնդիր կարար լիներ հանուն երկրի ղեկավարի եւ դրանից ելնելով դիվանագիտական էթիկան պահպանվեր, դա էլ այսօր չկա, որովհետեւ բա ում հարգես Ռուսաստանի Դաշնության տեսակետից։ Բայց այնտեղ պարտավոր է լինի ներկայացական ինչ որ մի հատ շարք, բոլորին այնտեղ ում կարան հավաքելու է Ռուսաստանի Դաշնությունը իհարկե Հայաստանը այն ցանկում է, ում ներկայությունը այնտեղ պիտի լինի։ Այսինքն իրենք այդպես են, չէ՞, նայում այդ հարցին։ Իրենց պետք է որ հարթակի վրա 100 հատ ենթադրեն գործիչ կանգնի։ Մասովկա։ Իրենք ում չեն ասի, չէ, դու մի արի, լավ։ Բոլորին, եթե Տրամպին էլ կարողանային հրավիրեին կամ մոտեցումը որն է, ինչքան շատ մարդ գա, այդքան իրենց իմիջային բանը բարձր։ Հիմա կարա Փաշինյանը դեմ դուրս գա, ասի, չէ, ես հիվանդացել եմ, չեմ գալի։ Ոմանք կարծում են, որ պիտի տենց ինչ որ մի դեմարշ ցուցաբերի, ես գտնում եմ, որ այդ անիմաստ բանա էս վիճակում էլի։ Անիմաստը դեմարշն է անիմաստ։ Անիմաստը այդ բոլոր բաներ էլի, արդեն ինձ համար ես այսպես եմ նայում էլի, բոլոր այն վատ բաները արված տեղ ինչ որ մի հատ ձևական բան Փաշինյանը պիտի ապրի իր կյանքով, կատարի իր քաղաքական պարտավորությունները բոլոր իր պարտներների առջև, Թուրքիայի, Ադրբեջանի, Ռուսաստանի, մենք էլ պիտի հետևողություն անենք ընտրել, թե չընտրել իրեն հաջորդ ընտրություններում։ Գյումրեցիներում 17000 մարդ որոշեցին, որ ոչինչ որ գյումրեցիները զոհվեցին եւ 60 հոգուց էլ ավել գերավարված էին եւ անմարտկային պայմաններում գտնվեցին Ադրբեջանում։ Ոչինչ, մենք մեկա միևնույնն է կգնանք կընտրենք այդ ուժը։ Չէ՞։ Այստեղ այդ բարոյական խնդիրն է, դիլեման է, որի մասին ասեցի, որ գիտակցությունը հանրային սեփական ապահովությունը, սեփական, հա, շահերի մասին պատկերացումը բերում է նրան, որ մարդիկ ընտրում են այն ուժը, որի ծրագիրն է վնաս պատճառել հենց կամ այդ մարդկանց կամ, բայց դա միայն Հայաստանին այսօր չի վերաբերվում, մենք տեսնում ենք ԱՄՆ-ում այդ տեսակ քաղաքական վիճակ, երբ որ 52% ընտրողների ընտրեցին Դոնալդ Տրամպին, որը որ 100 օրվա ընթացքում մեծ վնաս պատճառեց իր ընտրողներին, չէ՞։ Գները թանկացան, խնայողությունները նվազեցին, արժեքը կորցրեցին բաժնետոմսերը, պարտատոմսերը եւ այլն։ Այսինքն դա պես սոցիալական երևույթ է։ Եվ այդ երևույթը իմ կարծիքով հետեւյալ բան ունի, որ պրոգրեսը, ընդհանուր սոցիալական պրոգրեսը, գիտատեխնիկական պրոգրեսը շատ արագ է զարգանում, իսկ հասարակական գիտակցությունը իներտ է, ավելի դանդաղ է զարգանում։ Եվ դաշտ է բացվում գիտատեխնիկական միջոցներով թեր գիտակցություն, քաղաքական գիտակցություն ունեցող մարդկանց մանիպուլյացիայի միջոցով, այսպես ասած, քաղաքական պայքարում օգտագործել։ Հիմար մարդուն հիմա մշակված են բոլոր, այսպես ասած, հնարքները, ինչպես հիմար մարդուն խաբել։ Առաջ դա անում էին հանցագործներ, խարդախներ, դրա համար քրեական պատասխանատվություն է
Նախատեսված հիմա դա անում են քաղաքական թիմեր։ Եվ ի սկզբանե, երբ որ գնում են ընտրությունների, իմ անձնական փորձից ես դա կարող եմ ասել, շատերը հենց այդպես էլ խնդիրը ձևակերպում։ Մենք ոնց ենք ընտրողին խաբելու, որ մեզ ձայն տա։ Սա իրողություն է։ Մարդիկ գնում են ընտրությունների, ինչ որ ձևով քվեարկում են, հետո ունենք ինչ որ ունենք։ Ընտրությունների հարցը կշարունակենք։ Դա փոխկապակցված են այդ հարցերը։ Հանրություն, աշխարհ-քաղաքական դասավորություն, գլխավոր խնդիրներ, ինչպես է այդ ամեն ինչը զարգանում։ Գովազդ եմ հայտարարում եթերում, սիրելի հայրենակիցներ, մի քանի վայրկյան հետո մենք նորից կվերադառնանք տաղավար, ես կընդունեմ ձեր հեռախոսազանգերը սիրով եւ կշարունակենք մեր զրույցը Անդրեաս Ղուկասյանի հետ, Հայ կառուցողական կուսակցության նախագահի։ Ինչ է պետք տունը, առանձնատունը կամ ամառանոցը հաճելի, հարմարավետ դարձնելու համար։ Ճիշտ ընտրած կահույք, օրիգինալ դեկորներ, հյուրերին ընդունելուց գեղեցիկ սպասք, գուցե նոր սփռոց։ 60-ից ավելի ճանաչված եվրոպական բրենդների ինքնատիպ, չկրկնվող եւ մատչելի ընտրանին Fortuna Home and Country House խանութ սրահում։ Նորավոճ սպասք եւ կահույք հորեկա բնագավառի համար, տեքստիլ, տնտեսական ապրանքներ, ամեն ինչ գեղեցիկ կյանքի համար։ Ընտրեք այն, ինչ վաղուց փնտրում էիք Fortuna Home and Country House-ում, ձեզ համար եւ որպես նվեր ձեր մտերիմների համար։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Ավելի քան 11 տարի Աքսիոմեդ վնասվածքաբանական վերականգնողական բժշկական կենտրոնում գործում են հենաշարժիչ համակարգի խնդիրների լուծման բոլոր ժամանակակից մեթոդները։ Հասցեի Երևան, Տերյան փողոց 3 շենք, 42 տարածք, հեռախոս 010 522 882, 091 522 882։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Glendale West Pharmacy, ձեր ուղեկիցը տեղերի աշխարհում։ Ունեք հարցեր, զանգահարեք 818 548 5157 հեռախոսահամարով կամ այցելեք 1109S Glendale Avenue, Glendale CA 91 205 հասցեով։ Նոյան տապանի վազող տողում հայտարարություններ տեղադրելու համար այցելեք Երևան Իսահակյան փողոց 28-րդ հարկ կամ զանգահարեք 055 50 90 50 +1 818 967 567 կամ էլ կապվեք կոնտակտ Շնիկ NTM էլեկտրոնային հասցեով։ Տպագրեք ձեր գիրքը Նոյան տապան տպագրատանը, ինչպես նաև թերթեր, ամսագրեր, բուկլետներ եւ այլն։ Հասցեն քաղաք Երևան, Իսահակյան 28 առաջին հարկ։ Հեռախոս Հայաստանից +374 55 50 90 52, ԱՄՆ-ից 818 967 567։ Սիրելի հայրենակիցներ, Անդրեաս Ղուկասյանի հետ ենք զրուցում, Հայ կառուցողական կուսակցության նախագահ։ Պարոն Անդրեաս Ղուկասյան, շատերը քննադատում են, մեղադրում են Դոնալդ Թրամփին այն բանի համար, որ նա չօգտագործեց, չկիրառեց ցեղասպանություն ձևակերպումը, նա ասեց մեծ եղեռն, նա ասեց 20-րդ դարի ամենասարսափելի աղետներից մեկ, այսպիսի ձևակերպում էր, եւ նկարագրեց այդ աղետը, երբ 1.5 միլիոն հայեր արտաքսվեցին, արտաքսում նշվեց եւ մահվան տրվեցին եւ սպանվեցին։ Այսինքն այսպիսի ձևակերպում էր։
սարսափելի աղետ, արտասկսվեցին եւ սպանվեցին։ Շատերը ասում են պետք չէ ստիպել կամ պետք չէ տարբերություն դնել մեծ եղեռն եզրույթի եւ ցեղասպանության եզրույթի միջեւ։ Տեսեք, ասում են հрьяաները օգտագործում են հոլոկոստ ձևակերպումը եւ ամբողջ աշխարհը հոլոկոստ ասելով հասկանում է հрьяաների ցեղասպանություն։ Արդյոք մեծ եղեռն ձևակերպումը չի նշանակում հայերի ցեղասպանություն, համեցեք։ Չի նշանակում ցեղասպանություն դա իրավական տերմին է, խոսում է հանցագործության մասին։ ԱՄՆ-ի օրենսդիր եւ գործադիր իշխանությունը ճանաչել են Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում հայերի ցեղասպանությունը 1915-ից 1923 թվականներին, այսինքն ոչ միայն ապրիլի 20-ին Օսմանյան կայսրության կառավարության որոշման մասին է խոսքը դեպորտացիայի ենթարկել հայերին, ոչ վստահելի հայերի ցուցակներ է կազմել եւ արտաքսել համակենտրոնացման ճամբարներ, ինչ ենք մենք նշում ապրիլի 24-ը որպես հիշատակի օր է զոհերի, որովհետեւ այդ օրն էր հրապարակվել նշված որոշումը կառավարության Օսմանյան կայսրության։ Եվ դրանից օրեր հետո Անտանտան հայտարարությունով հանդես եկավ, մեղադրեց Օսմանյան կայսրությունը մարդկության դեմ հանցագործության մեջ, ինչը եւ գիտենք հետագայում պատերազմի ավարտին հիմք դարձավ, ինչու այդ գլխավոր դերակատարներին ենթարկեցին դատական քննության եւ պատժի։ Սա, այսպես ասած, պատմական կողմը հարցի։ Դոնալդ Տրամփի մասով ես ունեմ ձևավորված պատկերացում, որ այսօրվա ամերիկյան վարչակազմը նախագահական անմայն ինչ որ իրեն ձեռնտու է։ Եվ այդ ձեռնտուն դա լոբինգի, այսպես ասած, փողի խնդիր է կարճ ասած։ Չէր արվել այն ինչ որ բավարար չափով աշխատանք հայկական կողմից, հա։ Ну, եթե sense շատ բարձրացնենք, ինչ որ գումար պիտի տրվեր, չի տրվել, դրա համար էլ չի ասել։ Դոնալդ Տրամփի հետ կապված եւ այդ վարչակազմի հետ կապված ես բոլոր քաղաքական դրսևորումները գնահատում եմ այդ տեսակետից, ով կարողացավ գումար տալ, նրա օգտին էլ կլինի եւ քաղաքական հայտարարություն։ Դա իրողություն է, եւս նոր իրողություն է, որի հետ պիտի հարմարվենք։ Հիմա մարդիկ, ովքեր որ միգուցե պիտի մասնակից լինեին այդ լոբինգի կազմակերպման եւ այլն, եթե իրենք են ասում, որ դե ոչինչ, ով ասեց, որ Զապարոժեցը Մերսեդեսի, էնելա Մերսեդեսն էլա մեքենա, Զապարոժեցն էլա մեքենա, հա։ Բայց դա տարբեր մեքենաներ են։ Ոչինչ, մենք Զապարոժեցով յոլա կգնանք, հա, այդ խոսակցությունը, разговор в пользу бедных։ Ես այդպես եմ գնահատում։ Այսինքն ցեղասպանություն ձևակերպումը ինքը խիստ Դա վերաբերվում է միայն Դոնալդ Տրամփին, որովհետև պաշտոնապես ԱՄՆ-ն ճանաչել է եւ գործադիր իշխանությունը, եւ օրենսդիր իշխանությունը ցեղասպանություն։ Դոնալդ Տրամփը դա հավանաբար կաներ, եթե լոբինգի աշխատանքը լիներ բավարար վիճակում։ Ավելի ճիշտ հասկանալի է, որ կա թուրքական լոբինգ եւ պետք է գրանցենք, որ հայկական լոբինգը կամ չկար, կամ էլ թուրքական առաջարկը չի գերադասել, չի գերազանցել։ Բարի, մեկ հեռախոսազանգ փորձենք ընդունել, շարունակելով մեր զրույցը։ Այո, լսում ենք ձեզ, բարև ձեզ։ Բարև ձեզ, Տիկին Արաքելյան, բարև ձեզ, պարոն Ուգասյան։ Պարոն Ուգասյան, նախ այդ Դոնալդ Թրամփի հետ կապված, այո, շատ տխուր էր, այն փաստը, որ նա չճանաչեց, այսինքն չօգտագործեց ցեղասպանություն բառը, սա միգուցե դաս լինի այն բոլոր հայերի համար եւ հայրենիքում եւ մեր մոտ Միացյալ Նահանգներում, ովքեր մեծ հույսեր են կապում Թրամփի հետ։ Բայց ձեզ այսպեսի հարց տամ, ձեր վերլուծությունը, որ խոսքը լոբինգի մասին է, ձեր կարծիքով Թրամփը մի կարգատեր
այնքան փողի կարիք ուներ, որ կարող էր հայերի առաջարկած որևէ գումար ինչ որ բան փոխել կամ Ամերիկայի համար։ Ես առաջարկեմ կարճ իմ տեսակետը եւ դուք հայտնեք ձեր կարծիքը։ Միգուցե Թրամփը անում է այն, ինչ որ իր կարծիքով շահավետ է Միացյալ Նահանգներին։ Միացյալ Նահանգների համար հիշենք, որ տարիներ շարունակ, տասնամյակներ շարունակ ահռելի գումարներ ծախսվեց հայերի կողմից, բայց Ամերիկան ճանաչեց միայն այն դեպքում 19 թվականին, 20 թվականին, երբ Հայաստանը փոխվում էր Ռուսաստանից։ Միգուցե եթե Փաշինյանը ձեր վարչապետը ավելի վճռական դեպի արևմուտք գնար եւ չլիներ հապկում, չլիներ ԵԱՏՄ-ում, այլ դիմեր Եվրոմիության, լիներ արևմտյան ճամբարում, միգուցե Թրամփը հասկանար, որ Հայաստանը շահավետ է Ամերիկայի համար, դա անել Հայաստանի օգտին։ Հիմա իր համար շահավետ չէ, ԱՄՆ-ի համար շահավետ չէ վերցնել Հայաստանի կողմը։ Ինչ եք ասում այդ վերլուծության մասին։ Շնորհակալություն։ Եթե Հայաստանը լիներ Եվրոմիության եւ, այսպես ասենք, արևմուտքի ԱՄՆ-ի դաշնակիցը, անկախ նրանից, թե ինչքան փող կբերեին թուրքերը, Դոնալդ Թրամփը լիներ, թե ով լիներ, ստիպված կլիներ արտահայտել ցեղասպանություն բառը։ Դա պարզապես ինքը ստիպված կլիներ, դիվանագիտական էթիկայի պահանջը կլիներ, անհրաժեշտությունը, որը որ ոչ մի, այսպես ասած, թուրքական կողմից բերված գումար իմ կարծիքով չէր կարողանա այդ շեմա անցնել։ Նման պայմաններում, որը որ այսօր կա, խնդիրը բացարձակապես ես տեսնում եմ փողի մեջ, այն որ Դոնալդ Թրամփը միլիարդատեր է, ես չեմ կարծում, որ նշված հարցի հետ առնչություն ունի, որովհետև լոբինգը դա երևույթ է եւ անհատների անձնական ֆինանսական քաղաքական գործիչների, պետական գործիչների անհատական ֆինանսական իմ կարծիքով բանի հետ մենք դա եկեք չկապենք, որովհետեւ դա արդեն կոռուպցիայի մասին խոսքը կլներ, ոչ թե լոբինգի, հա։ Ես ոնց որ թե դրա մասին չէի խոսում։ Ես չեմ ուզում այդպեսի բնդում անել։ Կոռուպցիայի հարցը, որպես գործընկեր, բայց գոյություն ունի լոբինգ, քաղաքական երևույթ է, պետական կառավարման մեջ երևույթ է եւ եկեք չխորանանք ինչ բան է լոբինգ, կամ մարդիկ գիտեն դրա մասին, կամ եթե չգիտեն հիմա չզբաղվեն բացատրելով։ Կոռուպցիան երբ որ պետական գործիչը իր պաշտոնը օգտագործում է անձնական շահ ստանալու, անձնական օգուտ ստանալու համար։ Լոբինգը երբ որ քաղաքական այս կամ այն որոշումը ընդունվում է ազդեցությունների տակ, լոբիստների ազդեցություն։ Մենք հիմա բացատրում ենք լոբինգը ինչ է։ Ոչ, բացատրում եք փող տալու հանգամանքը, փող տալու հանգամանքը լոբինգի, այսպես ասած, լոբինգով զբաղվում են լոբիստ ընկերությունները գումարների դիմաց։ Անվճար չի այդ ծառայությունը։ Լոբիստները պետական որոշումների վրա ազդեցություն ունեցող մարդիկ են, որոնք որ իրենց ծառայության համար վերցնում են շահագրգիռ կողմերից գումար եւ առաջ են տանում այս կամ այն շահագրգիռ անձի ցանկությունը պետական կառավարման համակարգի վրա ազդում են, որ ի օգուտ ի նպաստ այդ շահագրգիռ անձին ընդունվի որոշում։ Խոսքը գնում է օրինական որոշումների մասին։ Պարոն Ղուկասյան, որպեսզի մենք հիմա շատ իջանք էլի մեր խոսակցության մեջ, բացատրենք լոբիզմը ինչ է, կոռուպցիան ինչ է, հա։ Ոչ, ձևակերպումը, որպեսզի հստակ լինի ընկալումը ձեր ասացի, նորից ես նույն հարցն եմ տալիս, դուք ասացիք, որ ոնց որ թե հայկական, ես հարցրեցի հայկական կողմը ինչ որ բան չարեց, նորից այդ հարցին պատասխանեք, բայց արդեն այս ամբողջ մի անգամ էլ պատասխանել։ Այո։ Ինչ որ բան չարեց, փող չտվեց, էլի։ Փող կամ բավարար չտվեց, հենց լոբիստներին փող են տալի, Գայանե ջան։ Նա լոբիստներին փող չտվեց, ոչ թե Թրամփին։ Այսքան ժամանակ դուք մտածում եք, որ ես կոռուպցիայի մասին եմ խոսում։ Այո։ Ես լոբիստ բառը 8 անգամ կրկնեցի մեր խոսակցության ընթացքում։ Պարոն Ղուկասյան, հիմա արդեն ամեն ինչ իրենց տեղ է։ Իրա տեղը գա, հա։ Շնորհակալություն։ Այսպեսի մի հարց։ Երեք չառաջոր այո ծիծեռնակաբերդում տարբեր հարցազրույցներ էին վերցնում լրագրողները տարբեր մարդկանցից, հնչեց այսպեսի, չեմ ասում ինչ ու ով ասեց, բայց հնչեց այսպեսի միտք,
հարցեր արդյոք ճիշտ եք համարում կամ ինչու չեք ընդվզում, որ ցեղասպանության հարցը առաջնահերթություն չի համարվում Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ, դիվանագիտության համար առաջնահերթ հարցերից չէ, պատասխանը եղավ շատ հետաքրքիր, ինձ համար համենայն դեպս կուզենամ ձեր մեկնաբանությունը։ Պատասխանը դա արդարացրեց հետևյալ ձևով։ Նա ասաց, որ դիվանագիտությունը դա արք ու վաճառք է, սակարկություն է։ Եթե ցեղասպանությունը դա անժխտելի փաստ է, դա չպետք է լինի քաղաքականության մեջ։ Եթե դա հայտնվում է քաղաքականության առաջնահերթություններում կամ քաղաքականության մեջ ցեղասպանության ճանաչմանը երևի ուղղված ջանքերը այդ մասին չէր խոսքը, բայց դա է հարցը։ Նշանակում է դուք դնելու եք սակարկության այդ խնդիրը եւ դա նշանակում է դու ինչ-որ բան ես տալիս, ինչ-որ բան ես ստանում, քեզ ասելու են ահա, դե եթե դու դա ուզում ես, արի ուրեմն հանձնաժողով ստեղծի, դու էլ ասելու ես չէ կամ հա, այսինքն սկսելու է սակարկություն։ Այդ իսկ պատճառով բացատրությունը այսպիսին էր, ճիշտ չէ, որպեսի ցեղասպանության ճանաչման խնդիրը լինի Հայաստանի արտաքին քաղաքականության, դիվանագիտության առաջնահերթ հարցերից մեկը։ Ո՞վ էր ասում։ Ես ասում եմ կապ չունի ով է ասում, դա պատասխան է, դա Քաղաքացու պատասխան էր, պաշտոնյայի պատասխան էր, իշխող ուժի ներկայացուցիչի պատասխան էր, խորհրդարանական ընդդիմության ում պատասխաններ են, նշանակություն չունի։ Չէ, տվյալ դեպքում Աբստրակտ միտք է մի խոսքով։ Աբստրակտ միտք է։ Ընդունենք որպես Ձեր եթերում մենք ներկայացրել ենք մեր կուսակցության իմ առաջարկած իմ հեղինակության համանadrության առաջարկ։ Հայաստանի արտաքին հարցերում մենք կառավարել ենք եւ համանadrության մակարդակով նորմ ենք առաջարկել, որ բացառում է ցեղասպանության ժխտման որևէ դրսևորում Հայաստանի պետական մարմինների գործիչների կողմից եւ Արցախի ինքնորոշման իրավունքի որևէ մերժում Հայաստանի պետական, այսինքն կա երկու, այսպես կարելի ասել, գաղափարական մոտեցում։ Այն ինչ որ դուք ասեցիք, սիրուն ձևով քողարկում է իհարկե էությունը, եւ այն ինչ որ ես ասեցի։ Մի ժողովուրդ իր պետությունը ստեղծելով, որը որ ապրել է ցեղասպանություն եւ պետությունը, որը որ պատասխանատու է դրա համար, առ այսօր նույնիսկ սատիսֆակցիա, այսինքն հանցագործության ճանաչումը չի ուզում անել, այլ խոսք չի գնում կոմպենսացիայի եւ ռեստիտուցիայի, այսինքն վերականգնել վիճակը, որը եղել է մինչեւ հանցագործության կատարումը եւ այլն։ Այստեղ ես նորից վերադառնամ ԱՄՆ-ի այդ ցեղասպանության բանաձևը ճանաչման, ինչի են 15 թվական եւ 23 թվական, այսպես ասած, նշում, որովհետեւ արանքում կա Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը այդ դասքում, որը չի իրականացվել Թուրքիայի կողմից ուժով։ Թուրքիան ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի դեմ, որպեսզի հարկադրի Հայաստանին հրաժարվել Վուդրո Վիլսոնի իրավարար վճռով սահմանված պետական սահմանից, այսինքն հրաժարվի ռեստիտուցիայից կամ կոմպենսացիայից ցեղասպանության համար։ Ցեղասպանության իրավական ձևակերպումը այդ ժամանակ դեռևս չկար, բայց որ դա հանցագործություն է մարդկության դեմ, կար քաղաքական պատկերացում, եւ որ այդ ինչպես եւ ցանկացած հանցագործություն, չէ, պետք է պատժվի մեկ եւ երկրորդը զոհին պետք է հատուցվի վաճառված վնասը երկուս։ Այս նյուանսները նշանակություն ունեն։ Հայաստանի հանրապետությունը, հայ ժողովրդի կողմից ստեղծված պետությունը իհարկե պետք է խրախուսի եւ իր արտաքին հարաբերություններում առաջնայնություն տա բոլոր այն պետություններին, ովքեր որ ճշմարտության, օրինականության կողմնակից են, այսինքն ճանաչում են հայերի ցեղասպանությունը եւ ավելին գտնում են, որ Թուրքիան ունի պատասխանատվություն Հայաստանի առջեւ։ Սա ոչ թե հանձնաժողովների ստեղծման կամ սակարկելու հարց է, կամ միգուցե եւ նաեւ հանձնաժողովների ստեղծման, այստեղ արդեն հարց ում հետ եւ ինչ հանձնաժողովներ։
Ինչ կազմով, հա։ Եվ ինչ կազմով։ Այլ խոսքը հետևյալի մասին է։ Հայաստանի համար, Հայաստանի Հանրապետության համար, որոնք են բարեկամ պետությունները, ըստ ձեզ։ Ակնհայտ է, չէ, որ հայ ժողովրդի համար բարեկամ պետությունները այն պետություններն են, որոնք ճանաչում են Արցախի ինքնորոշման իրավունքը, որոնք ճանաչում են հայերի ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում եւ Թուրքիայում, Դատապարտելով։ որոնք գտնում են, որ Թուրքիան եւ Ադրբեջանը պիտի իրենց հանցավոր գործողությունները ուղղեն։ Դա հայ ժողովրդի բարեկամ պետություններն են։ Իսկ բարեկամ պետությունների նկատմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ինչպիսին պիտի լինի։ Նույնը ինչ որ Պակիստանի նկատմամբ, որ առհասարակ Հայաստանի Հանրապետությունը չի ճանաչում։ Թե միգուցե պիտի այստեղ ես հիմա ընդվզում եմ սակարկելու բառի դեմ։ Իհարկե, բարեկամ պետությունները Հայաստանում պետք է ունենան ներդրումների արտոնություն։ Պետք է ունենան։ Ակնհայտ է դա, չէ՞։ Որ բարեկամների հետ մի տեսակ հարաբերություններ պիտի բարեկամ պետությունների հետ մեր պետությունը իր արտաքին հարաբերություններում ձևավորի, ոչ բարեկամ պետությունների հետ այլ ձևով։ Կապերը միջպետական պետք է լինեն ավելի բարձր մակարդակով, ներկայացչական, իմիջային եւ այլն եւ այլն։ Դա իմ կարծիքով չի կարելի անվանել սակարկություն։ Եվ մենք սահմանադրության մեջ մեխով ամրագրեցինք, տեսնելով մեր ժողովրդի արդեն ձեռք բերված փորձը, որ այո, կարող են եւ այլ ժողովուրդների ԱՄՆ-ի օրինակ այսօրվա լինեն քաղաքական իրավիճակներ, երբ իշխանության ընտրվում է ինչ որ քաղաքական ուժ, որի ծրագիրը իրական տվյալ ժողովրդին եւ պետությանը վնաս պատճառելն է, նեղ ինչ որ սեփական պատկերացումներից կամ շահերից ելնելով, եւ ինչպես պաշտպանել ժողովուրդը իր սեփական ապուշությունից, որտեղ ժողովուրդը կարող է ընտրել նման ուժեր, որոնք որ գալիս են եւ խոստանում են, որ իմ ընտրելուց հետո խանութում հաջորդ օրը գները կիջնեն, հիպոթեկի տոկոսը կիջնի, պատերազմը մի օրում կավարտվի եւ այլն, չէ՞։ Բանկային ամնիստիան, հիշեցի։ Ես թարմ օրինակն եմ բերում, մեր ունկնդիրը որ զանգեց ԱՄՆ-ի օրինակ, դա էր, չէ՞, այդ ընտրական, այսպես ասած, բան եւ այլն, որով որ մարդիկ համապատասխան ձևով կվի։ Մենք Հայաստանում ենք տեսել նման բաներ եւ այդ ձևը այսօրվա իշխող ուժը, չէ՞, իր խոստումների, իրենք դիսկուսիայի մեջ են բարբերաբար ինչ են արել, ինչ չեն արել, հատիկ վերադարձրել են, չեն վերադարձրել կամ մյուս, եկեք հեռու մնանք այդ բանից։ Բայց սա իրողություն է, սեփական ժողովուրդը պաշտպանելու համար մարդը պիտի ենթադրենք ընդունի, որ այո, ինքը կարող է սխալ գործել, կարող է տրվել հուզական ազդեցությունների ագաղության, հերու չի, չէ, մարդկանցից ագաղությունը, հերու չի մարդկանցից հիմարությունը վերջու։ Ցանկացած հասարակության որոշ զանգված ինտելեկտուալ առումով, այսպես ասած, չի փայլում։ Իրողություն է դա, չէ։ Սահմանադրությունը ընդունելիս մեր մեթոդաբանությունը եղել է հետևյալը, որ այո, ժողովուրդը պետք է իրեն պաշտպանի իրենից հենց, իր սեփական քաղաքական սխալ որոշումներից եւ դրա համար սահմանադրության մեջ արգելի մերժել Արցախի ինքնորոշման իրավունքը, արգելի ժխտել ցեղասպանությունը։ Առաջ թվում էր, որ այդ բաները անիմաստ է սահմանադրության մեջ ներգրավել, անիմաստ է այնտեղ ամրագրել, որ բարեկամ պետությունների հետ, որոնք որ ճանաչում են ցեղասպանությունը, հարկավոր է արտոնություններ տրամադրել եւ այլն, որովհետեւ ինքնին դա տրամաբանորեն այդպես պիտի լինի։ Ինչի այդ աստիճանի ինստրուկցիա գրես պետությանը, բայց կյանքը ցույց տվեց, որ ոչ։ Կարող են լինել գործիչներ, որոնք որ կգան եւ կսկսեն քաղաքականություն վարել, ցեղասպանությունը ժխտող, Արցախի ինքնորոշման իրավունքը մերժող, մեր ճշնամիների հետ ի օգուտ իրենց ինչ որ ծրագրեր առաջ տանող ի վնաս մեր բարեկամ պետությունների։ Չէ՞։
Այսօր ինչ է նշանակում 3 գումարած 3 բանաձևը որպես ռեգիոնալ բան։ Դա միավորում Հայաստանի իր ճշնամիների հետ ընդդեմ իր բարեկամների։ Եթե այն տրամաբանությունը ընդունենք, որ Հայաստանի բարեկամներն են ցեղասպանությունը ճանաչող, հա, պետությունները եւ այդ առումով Թուրքիային ինչ որ պահանջներ ներկայացնող Եվրոմիությունը օրինակ ներկայացնում է Թուրքիային պահանջ ճանաչել ցեղասպանությունը ձեր կարծիքով ներկայացնում է, չէ՞։ Առանց հայերի ցեղասպանությունը ճանաչելու Թուրքիան չի կարող դառնալ Եվրոմիության անդամ։ Սա կարգում են իրենք։ Հիմա կարող են ինչ-որ դեպս փիլիսոփաներ ասեն, տեսեք, սա կարգում են, չեն սա կարգում։ Դա դիրքորոշում է։ Երբ որ մենք լսում ենք ինչ-որ գործիչներից, որ 3 գումարած 3 դա լավ է, որտեղ 3 գումարած 3 դա իրականում, այսպես կարելի է ձևակերպել 3 գումարած 1 Ռուսաստան, Ադրբեջան, Թուրքիա եւ պատանդ վերցրած Հայաստան։ Ոչ Իրանը, ոչ Վրաստանը այդ բանաձևի մեջ գործնականում, այսպես ասած, չեն մասնակցում։ Եվ ինչ է սա։ 3 գումարած 3 պարզապես քողարկում է 3 գումարած 1 վիճակը։ Միավորվել մեր երկրի ճշնամիների հետ, մեր բարեկամ պետությունների դեմ, չէ՞, իրենց ցանկությունը Արցախի ինքնորոշման իրավունքը մերժելու, ցեղասպանությունը ժխտելու, առաջ տանելու հարցում։ Մեր ճշնամիներին մեզանից ուրիշ բան պետք չի։ Այս պահի դրությամբ պետք չի։ Միգուցե ավելի լայն բաներ, բայց հիմա մենք կարանք արձանագրենք, որ այսօրվա իշխանություններն են սակարկում այդ կարևոր հարցերը, որովհետև սահմանադրության մեջ չկա արգելք։ Դրա համար իրենք սակարկում են։ Այս վիճակը, որ այսօր կա, դա այո, սակարկություն է, երբ որ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է պրեամբուլան սահմանադրության հանել, ճշնամիների պահանջով, չէ՞, բայց ասում է, չէ, դա մեր սեփական որոշումն է եւ այլն։ Դա ավելի վատ է, եթե հայ ժողովուրդ սեփական որոշում շատ ոգևորիչ էր ինձ համար։ Ապրիլի 24-ին մեծաքանակ մարդկանց հարգանքի տուրքը ցեղասպանության հուշարձանում, որը որ մենք տեսանք։ Ինչը վկայում է, որ հանրությունը, մեծամասնությունը մեր հանրության համամիտ չի այդ հենց իրականում հայ ժողովրդի համազգային հարցերի սակարկելու։ Եվ այստեղ ես նորից ամփոփեմ, կա 2 ճանապարհ։ Նիկոլ Փաշինյանի եւ այսպես թիմակիցների ճանապարհը սակարկել, վերջնականապես վաճառել Արցախի ինքնորոշման իրավունքը եւ ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի եւ Ադրբեջանի վրա դիմացը ինչ ստանալով դեռ պարզ չի։ Խաղաղության պայմանագիր, բայց ոնց որ թե իրենք էլ չեն, այսպես ասած, հետաքրքրված այդ խաղաղության պայմանագիրը կնքելու։ Կամ էլ այն առաջարկը, որը որ մենք հնչեցրեցինք, ներկայացրեցինք ձեր եթերում, առհասարակ սահմանադրությամբ արգելել ցանկացած կառավարության դրանով զբաղվել եւ այսպես ասած սակարկելով զբաղվել, վաճառքով զբաղվել ցեղասպանության ճանաչման եւ Արցախի ինքնորոշման իրավունքի։ Դրանով զբաղվել, կային։ Այն ինչով որ զբաղվում է այսօրվա իշխանությունը։ Տրվում է սակարկությանը։ Եկեք ես Հիմա տեսեք ոնց ստացվեց, որ իմ պատկերացնով ստացվեց, որ այսօրվա իրավիճակում կա հնարավորություն սակարկելու, այն ինչը որ իրականում սակարկություն չի, քաղաքականությունն է, մատուցվում է։ Ես ինչի հարց տվեցի, ով է ասում, որտեվ ասողը շատ, այսպես ասած, վարժված մանիպուլյատոր է։ Ես դրա համար չեմ ուզում պրոպագանդեմ այդ մանիպուլյացիան, բայց գաղափարը ես ուզում եմ, որտեվ դա հիմա տարածվելու է եւ այդ գաղափարի շուրջ
քաղաքականություն է ստեղծվել։ Ես ենթադրում եմ, որ այո։ Դրա համար դա բացարձակ է։ Դա նորից այն բանաձևն է հիմքում դրված, ինչպես խափենք ընտրողներին։ Սենց խափենք, նենց խափենք։ Մարդիկ հավաքում, քաղաքական գործունեությունով ենք զբաղված։ Ինչով եք զբաղված, ոնց ենք խափելու մարդկանց։ Սակարկություն եք ասում, բայց եկեք տեսնենք, իսկ սա կարելի է դիտարկել, այնինչ հիմա ես կներկայացնեմ, եւս սակարկություն, բայց նախապայման որպես սակարկություն Թուրքիայի կողմից։ Թուրքիայի արտգործնախարարությունը եւս հայտարարությամբ հանդես է եկել ապրիլի 24-ին, այսպեսի ձևակերպում մենք մերժում ենք որոշ երկրների պաշտոնյաների կողմից 15 թվականի իրադարձությունների վերաբերյալ արված հայտարարությունները, հետո երկար ինչ որ բաներ եւ ուրեմն մերժում ենք որոշ երկրների պաշտոնյաների ձևակերպումները եւ կոչ ենք անում աջակցել Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման ընթացիկ գործընթացին։ Սակարկություն է սա։ Չէ, սա ուլտիմատում է։ Անկամ ավելի շատ ուլտիմատում է, նախապայման ուլտիմատում է։ Այո։ Տեսեք, Հայաստանի արտաքին քաղաքականության ցեղասպանության ճանաչման հարցում գագաթնակետը ինչու պիտի լիներ։ Բանաձև ՄԱԿ-ի գլխավոր վեղաժողովում, որի քվեարկեին 192 պետություններից հնարավորինս շատերը, հիմա որ մենք հաշվենք ինչքան պետություն կարող են քվեարկել, ով է թուրքերի, ադրբեջանցիների հետ ախպեր դրանց հանենք, քանի հոգի են, էլի, թող 10 հոգի լինեն, ենթադրենք։ Մնացածը քվեարկեն կողմ, չէ՞, ճանաչելու հայերի ցեղասպանությանը Օսմանյան կայսրությունում եւ Թուրքիայում։ Դա կլներ, չէ, արտաքին քաղաքականության գագաթնակետը ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում։ Հայաստան դրանով զբաղվում է 30 տարվա ընթացքում զբաղվել է։ Ոչ, չի զբաղվել։ Չի փորձել ՄԱԿ-ում նման բանաձև քննարկել անդամ պետությունների հետ նախագիծ նախապատրաստել, դա աշխատանք, հանձնաժողով է, դա էլ կարելի է, չէ, հանձնաժողով համարել եւ այլ։ Եթե կա խնդիր Բուրկինա Ֆասոյին բացադրել, ուրեմն հանձնաժողով է պետք ստեղծել Բուրկինա Ֆասոյի հետ եւ բացադրել։ Չէ՞։ Որպեսզի այդ իսլամական պետությունները եւս հասկանան ինչի է կարեւոր ճանաչել հայերի ցեղասպանությունը։ Այդ իրենց համար առաջնահերթ Աստծո արչև, Ալլահի արչև, այսպես ասած, պատասխանատվության տեսակետից։ Ես դες օրինակ բերեցի, ինչով պիտի զբաղվի Հայաստանի իշխանությունները։ Հիմա անդրադառնանք Թուրքիային, դե Թուրքիան էլ շղթում է ցեղասպանությունը։ Նա ոչ միայն շղթում է ցեղասպանությունը։ Եթե թույլ տաք ես Էրդողանից էլ մի մեջբերում ներկայացնեմ, ժամանակը քիչ է մնացել, բայց անպայման ուզում եմ խնդրեմ դուք սա էլ ձևակերպեք։ Էրդողանը եւս ապրիլի 24-ին ցավակցություն է հայտնել, ինչպես նշում են այդ ցավակցության հասցեատերը, իբրև Թուրքիայի հայոց պատրիարքարանն է եւ Թուրքիայի հայ համայնքն է, բայց ես ձևակերպումները տամ։ Ուրեմն առաջինը Էրդողանը նշում է, որ ինքը հարգում է առաջին համաշխարհային պատերազմի դաժան պայմաններում զոհված օսմանյան հայերի հիշատակը, առաջինը ցավակցում է եւ հաջորդ ձևակերպումը մենք դեռ ցավ ենք զգում մեր սրտերում, ասում է Էրդողանը, Օսմանյան կայսրության վերջին շրջանում տեղի ունեցած ապստամբությունների, հրոսակախմբերի գործողությունների եւ համաճարակների հետևանքով զոհվածների կորստի ցավը մինչ օրս զգալի, ասում է նա։ Ինչի ասում է Էրդողանը, ում է նա ցավակցում։ Դա պետական դիրքորոշումն է Թուրքիայի Հանրապետության, որ Օսմանյան կայսրության կառավարությունը հանցավոր դիտավորություն ոչնչացնել հայերին, որպեսզի զրկել հայերին ապագայում ինքնորոշման հնարավորությունից չի ունեցել։ Ցեղասպանությունները, գիտեք, այսպես абստրակտ հանցագործություն չեն։ Որպես կանոն դասական առումով ցեղասպանությունը իրականացվում է որևէ ժողովուրդ քաղաքական կարգավիճակ ձեռք բերելու հնարավորություն ունեցող ժողովուրդ ոչնչացնելու համար։ Տարածքի խնդիր է կոպիտ ասած։ Չէ՞։
Արցախի օրինակով տեսնում ենք, կարգավիճակի հարցեր տարածքի, Ադրբեջանի համար տարածքի խնդիր էր, մեզ համար մարդկանց իրավունքի խնդիր էր, ինչպես ավարտվեց, ի շնորհիվ, Ռուսաստանի Դաշնության ավարտվեց մարդու իրավունքների ոտնահարումը։ Զարմանալի է։ Չէ։ Զարմանալի չի, որտեղ Ռուսաստանը առհասարակ բանուտեղ չի դնում մարդու իրավունքները եւ այլն։ Հիմա Թուրքիան նույնպես չի փայլում մարդու իրավունքների հարգելու հարցում եւ ցեղասպանության դրդապատճառը մենք, չէ, Օսմանյան կայսրությունում հայերի կնհայտ է քաղաքական դրդապատճառը եղել է պարտվող Օսմանյան կայսրությունը ուզում էր ոչնչացներ հայերին, որպեսզի հետագայում պարտության դեպքում դուրս հաներ իրենց պետության տրողման հարցը։ Ուդրո Վիլսոնի իրավարար վճիռը այնուամենայնիվ չնայած այդ վճռագործության կայացրեց որոշում տրոհել, չէ, եւ սահմանեց համապատասխան։ Ուզում եմ ասեմ, այս ամեն ինչը շատ չափված, ձևած հարցեր են եւ Թուրքիայի իշխանությունները իրենք ընդգծված ամեն կերպ արարքում են մի քանի ուղղությամբ։ Առաջինը, որ իրենք իրավահաջորդը չեն Օսմանյան կայսրության, ուստի պատասխանատու չեն Օսմանյան կայսրության կառավարության հանցագործությունների համար, իսկ եթե հայերի արչև պատասխանատու են, ապա Օսմանյան կայսրության բոլոր տարածքում ստեղծված պետությունները համաչափ պիտի եւ այնտեղ Բուլղարիան եւ Բուլղարիան չէ, մյուս անջատված, այսպես ասած, առաջի համաշխարհային պատերազմից հետո եւ նոր ստեղծված պետությունները։ Սա մի պաշտպանության ուղղությունն է։ Երկրորդը փաստի հերկումը, մերժումը, ժխտումը։ Չի եղել տենց բան։ Այո, մարդիկ մահացել են համաճարակներից, ապստամբել են, ապստամբության արդյունքում, ապստամբությունների ճնշման արդյունքում զոհվել են եւ այլն։ Այսինքն, եթե այսպես շատ հստակեցնենք, Ռեջեփ Թայիփ Էրդողանի ասածը հետեւյալն էր. 15 թվականի ապրիլի 20-ին Օսմանյան կայսրության կառավարության որոշումը հայերին տեղահանելու մասին, այսինքն ոչ նեբլագանադյուժնի, ոչ վստահելի, հայերի ցուցակներ կազմելու եւ արտաքսելու դեպի համակենտրոնացման ճամբարներ, այդ որոշումը օրինական էր։ Պարզապես ավարտելով մեր հաղորդումը կներեք հաղորդումը։ Ցավալի հետևանքների բերեց, բայց դա օրինական էր։ Իր ասած այդպես։ Մնում է պարզել, թե ինչպես են մեկնաբանում նույն Էրդողանը 19-20 թվականների թուրքական ռազմական տրիբունալի ուրեմն դա էլ գիտենք, դա իրենք մեկնաբանում են որպես կապիտուլյացիայի արդյունքում պարտված կողմին պարտադրված իմպերիալիստական պետությունների կողմից պարտադրված ֆարս։ Շնորհակալ եմ, պարոն Ղուկասյան։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, շնորհակալ եմ այսօրվա զրույցի համար, շնորհակալ եմ, որ դուք մեզ հետ եք այս ընթացքում, մեր հարցազրույցի ընթացքում Հայ կառուցողական կուսակցության նախագահ Անդրեաս Ղուկասյանն էր մեր զրուցակիցը, զրույցը վարում էր Գայանե Առաքելյանը, բարին ձեզ։